Մուլտիպլիկացիոն ողջույններ իմ փոքրիկ տաղանդավոր նկարիչներ։ Եթերում մուլտիթնիկ մանկական ուսուցողական հաղորդումն է։ Ձեզ է ողջունում մուլտաշխարհի ամենաբարի նկարիչ Քերի Մուլտիթնիկը։ Ողջունում են նաև ձեր սիրված մուլտիպլիկացիոն հերոսները իմ ետևում գտնվող մեր մշտական լավագույն բարեկամ Ապաչիները, Ապաչի ընկերությունը իր քաղցրձողիկներով, թխվածքաբլիթներով, արևածաղկի սերմերով, կրեկերներով, չիփսերով Քաղցրձողիկները ասացի, բայց ես երկու շաբաթ ասում եմ, որ Ապաչին նաև ունի անակնկալ։ Ձեզ համար Ապաչին ներկայացնում է մարշմելոուներ, տարբեր 3 համերի, այստեղ ծիածան է նկարված, երևի ծիածանի համով է մարշմելոուն, տեսեք ինչ, ես փորձել եմ շատ համեղ է, այստեղ արևի համով մարշմելոուներ ունենք, սիրելի փոքրիկներ, տեսեք, եւ ունենք ամպիկի համով մարշմելոուներ, փորձեք, այն կախարդական ուժ ունի, շատ գեղեցիկ կներկեք, կարծում եմ, փափուկ է, նուրբ եւ շատ թեթև։ Իմիջիալոց նախկինում մարշմելոուները դե հնում օգտագործել է որպես կոկորդի ցավի եւ անգինայի ժամանակ, երբ որ ցավում է բուժման համար, սիրելի փոքրիկներ, եւ այսօր մինչ մեր նկարին անցնելը, մեր հերոսին անցնելը, նախ եկեք բարևենք մեր ժամապահ Քերու անունից ձեզ, ժամապահ Քերի, փոքրիկները քեզ բարևում են, ժամապահ Քերին էլ է ձեզ բարևում, նա երկար ժամանակ կտա ձեզ հետ մի նոր մուլտիպլիկացիոն հերոս նկարելու, դուք ձեր գունավոր մատիտները, ռետինե ջնջոց, սպիտակ թղթիկները պատրաստ, բայց ասեմ ինչ ենք նկարելու։ Ես ներկայացրի նոր ապրանքատեսակ, ճիշտ է, Ապաչի մարշմելոու։ Այ պատահական կվերցնեմ, լավ, կարմիր պարկը, արևի համով, Ապաչի մարշմելոու, երևի թե ձեզ սովորեցնեմ նկարել հենց պարկի վրա գտնվող այս Ապաչին։ Նաև մրցույթ կհայտարարենք, սիրելի փոքրիկներ, ամբողջ շաբաթ Ապաչի հերոսների կնվիրենք մեր հաղորդումները, այսօր կնկարենք մարշմելոու Ապաչին, գուցե վաղը արջուկ նկարենք, բայց Ապաչի, շնիկ, կատու, Ապաչիներ, այսպիսի հերոսներ կնկարենք։ Այսօր ուղղակի ձեզ սովորեցնելու եմ իմ փոքրիկ բարեկամներ նկարել հենց մարշմելոու արևի համով Ապաչի։ Ուզում եմ դյուրին ձևով ձեզ սովորեցնեմ, պատրաստ եք, չէ՞, սովորական մարկերը, դե դուք սովորական մատիտ վերցրեք, ռետինե ջնջոցով, որ կարողանաք ուղղել։ Երկու կլորիկ եմ նկարելու, տեսեք, այստեղ։ Որպես աչքեր։ 1, եթե կլորիկները հավասարաչափ չլինի, ոչինչ, մի նեղվեք։ 2, կարծես թե լավ է։ Ստացվեց։ Հիմա, այստեղ մինչ շերտիկը նկարելը, այտեր եմ կոր նկարելու 1, 2։ Հիմա շրջանակ կլորիկ եմ անելու, այսպես 1, 2, Սա կլինի մեր Ապաչի հերոսի աչքերը, դե կլորիկը սևով հետո կներկենք, եկեք քիթիկը նկարենք սրած այդ, այսպիսի մի քիթիկ ենք նկարելու, փայլիկով, կողքից երբ որ նկարում ենք, կլորիկը մի քիչ լավ չի ստացում, ձվաձև է ստացում, բայց կարծես թե ինչ-որ մի բան արդեն մենք ունենք, իմ փոքրիկ բարեկամներ, հիմա բերանիկն եմ նկարելու, այսպես ժպտերես, ատամներով, լեզվով, կարծես թե նրբ երշիկ լինի, այսպիսի մի պատկեր, այստեղ ատամները, լեզուն, շատ լավ է, սիրելի փոքրիկ բարեկամներ, հիմա արդեն մարշմելոուն, այսպիսի փափուկ գլուխ ենք նկարելու, այստեղից տեսեք կոր գծիկով մինչև կզակը, այսպիսի պատկեր ենք նկարելու, միացնենք իրար, ունքերը պետք է նկարենք այստեղ, փոքրիկ քառակուսի երկար ունք, էլի փոքրիկ քառակուսի, նույն ձևով ձախ ունքն ենք նկարում, փոքրիկ քառակուսի, երկար կոր ունք, փոքրիկ քառակուսի,
շարունակում ենք, վերև, մի փոքր էլ, կորգծիկով միացնում ենք իրար։ Կարծես թե ստացվեց, մենք կարող ենք վերցնել սև մատիտը, յուղամատիտը, դե դուք ուղղակի մուգ սև մատիտ վերցրեք, այ աչքերի կլորիկը, այսպես ընդգծելով, եկեք սևով ներկենք, քանի որ սև մատիտ ձեր ձեռքում է, դուք միանգամից ձեր մատիտով էլ ներկեք։ Ես չուզեցի վարպետ մատիտով, այսինքն մարկերով ներկել, այսպես էլի ընդգծում եմ, սիրելի փոքրիկներ, ու ներկում եմ։ Լավ է։ Գլխաշորը բարակ, ճակատային մասի այսպիսի մի շերտիկ ենք անելու, օպ, վրեն նախշեր կլորիկ, ապաչիների փետուրները, բանը հետո պետք է նկարվի։ Ուրեմն, ճակատային մասում այսպիսի զարդեր պետք է նկարվի 1 ուղղանկյունի, իրարից հեռու 2 ուղղանկյունի, այստեղ կլորիկ, գալարաձև նախշ, շատ լավ է, հետո փետուրներ պետք է նկարենք, դե համարյա թե տերևիկների նման, այսպես, 1, 2, 3, 4, այսպես, շարունակ, գծիկներ, վերևի մասը կառանձնացնեմ թե գծիկներով, որ տարբեր գույներով ներկենք, ձախ և աջ թեքությամբ, 1, 2, 1, 2, մազերը կարծես թե բամբակյա լինի կամ ամպիկի, դրա համար հենց այս մասից, ունքերի այս վերևի մասից, այսպես ամպիկով մազեր եմ նկարելու, հոպ, 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 ուզում եմ դյուրին ձևով ձեզ սովորեցնել նկարել, սիրելի փոքրիկներ, որպեսզի ձեզ մոտ ստացվի, հիմա մի նկարին նայենք, հետո գույներն էլ նկարից արդեն կհասկանանք, այստեղ էլ մի քանի փետուրներ եմ նկարելու, 1, 2, 3, գուցե մի փոքրիկն էլ այստեղ 4, կենտրոնական գծիկները, փետուրների, էլի բաժանում ենք 2 մասի թե գծիկներով, նույն ձևով եկեք այստեղ նկարենք փետուրներ, 1, 2, տերևիկի նման, հիշում եք չէ՞ ձեզ ինչպես եմ տերևիկ նկարել սովորեցրել, այդպես էլ նկարում ենք, կարծում եմ թե կհասցնենք ներկել, եթե չհասցնենք դուք մարշմելոներ եք գնում, նայում տուփին և ներկում այնպես ինչպես հարկն է, այ հիմա իսկական տերևիկներ ենք նկարելու, 2 տերևիկ, այ այս մասից սրած այ, 1, 2 սա կանաչ ենք ներկելու, ևս մեկ տերևիկ, այստեղ էլ մեծ տերևիկ, գծիկների ենք բաժանում, այստեղ էլի տերևիկ, ականջներն ենք նկարելու, գալարաձև ականջներ են լինելու, այ այս մասում, այսպիսի մի պատկեր, մեկ, զուգահեռ, այստեղ մյուս ականջն ենք նկարում, այ ապրեք, կլորիկներ, երևի հատապտուղներ են այստեղ, հատապտուղներ փոքրիկ տերևիկներով, Կարծես թե վերջ, այստեղ էլ այտերին, էլի գալարաձև նախշեր և մեր մաշմելով հերոսը պատրաստ է, պետք է ներկել նրան, ես ինչ կանեմ, կվերցնեմ, բաց վարդագույն մատիտը, քերին ասում է դեռ 10 րոպե ունենք, շատ արագ կներկենք, բաց վարդագույն մատիտը, կներկեմ ուրեմն, համարյա թե սպիտակ եմ թողնելու, այստեղ ուրեմն, բաց կատնագույնով ուղղակի ընդգծելու եմ, քանի որ ինքը մարշմելոու է, սպիտակ պետք է լինի, դե գլուխն էլ, այսպես, այ տերը մի փոքր, այսպես վարդագույնով կներկեմ, այսպես, ունքերի այս մասը, վարդագույն, մուգ վարդագույնը ուր եմ, ահա, մուգ վարդագույն եմ վերցնելու, աչքերի շերտիկն եմ մուգ վարդագույն ներկելու, դե գույները ավելի հետաքրքիր դարձնելու համար, երբ որ դուք տուփը ունենաք, պարկի վրա կա ձեր այդ հերոսը, նայում եք և ներկում ինչպես որ պարկի վրա է, նույն վարդագույն մատիտով, փոքրիկ բարեկամներ, բերանի խոռոչն եմ ներկելու, ատամները սպիտակ մնալու համար, լեզուն չենք ներկի, այսպես, տեսեք ինչ դյուրին ձևով ենք նկարում, ճիշտ է մեր եթերային ժամանակը, մի քիչ կարճ է, պետք է շատ արագ ներկենք, դրա համար
Քերին այսպես կարմիր մատիտը կվերցնի, լեզուն էլ կարմիր կներկի, այսպես։ Վերջում երանք կտանք դեղին մատիտով ավելի գեղեցիկ լինելու համար, ունքերն եմ ներկում կարմիր։ Էլի վարդագույն ենք ներկելու, եկեք գիտեք իմ առաջին ինչն է, վերցնենք մուգ դեղին մատիտը, այս ամպիկների նման մազերը, դե ծայրերը սպիտակ պետք է թողնել ամպիկների, այ այսպես ներկենք, այսպես, առանձնացնելով, տեսեք կլորիկների վերևի հատվածը չեմ ներկում, այ այսպես, մանուշակագույն, ուր ես, այ այստեղ է, գլխակապը, այսպես է, շերտիկը, մանուշակագույն ենք ներկելու, կլորիկները կարող եք սպիտակ թողնել, հետո այլ գույնով կներկեք, մանուշակագույն ենք ներկելու նաև փետուրները, դե ծայրերը, վերջույթները կթողնենք սպիտակ, այսպես, այստեղ էլ մանուշակագույն ներկենք, փետուրները, շատ լավ է, աչակողմյան մասը, ձեզնից աչ գտնվող իհարկե, էլի փետուրները, մանուշակագույն ենք ներկում, շատ լավ է, ուր է դեղինը, այ բաց դեղինն է մեզ պետք, այս ճակատային մասի նախշը բաց դեղինով ներկենք, փետուրների սրածայր մասն էլ երանգավորենք բաց դեղինով, մուգ դեղինից տարբերելու համար, այսպես, շատ լավ է, ապրեք դուք, այսպես, քիթիկը մանուշակագույնը նոր մեր ձեռքում է, այ մանուշակագույն ենք ներկելու կամ կարող ենք մի քիչ մուգ կապույտ ներկել, այսպես, փայլիկը սպիտակ կթողնեք, կարծես թե ավարտում ենք քերի, կանաչ մատիտը վերցնելու եմ, այ տերևիկը, այսպես կանաչ ենք ներկելու զուգահեռ գծիկներով, եթե նկատում եք սպիտակ մասեր եմ թողնում, հիմա կասեմ ինչու, քանի որ բաց դեղին մատիտը մեր ձեռքում է, այսպես, մի փոքր էլ երանգավորելու ենք նրան, այսպես, շատ լավ է, ապրեք դուք, այստեղ փոքրիկ տերևիկներ էլ ունենք, ձախակողմյան մասում, այսպես, անցնում ենք աջակողմյան մաս, էլի զուգահեռ գծիկներով, թեքությամբ ներկում ենք տերևիկները, արևի համով, մարշմելոու, մեր այս ապաչին կարծես թե գնալով գեղեցկանում է, երբ որ ներկում ենք, գաղտնիքն էլ գիտեք, չէ, սիրելի փոքրիկներ, գաղտնիքն էլ այն է, որ հենց մարշմելով ուտում ես շատ համեղ և շատ արագ ներկում ես, ականջը մուգ դեղին ենք ներկում, գալարաձև ականջը, այ այսպես, մի քիչ դեղին, այստեղ կխառնենք երանգով, բաց դեղինը մեր ձեռքում է, մի փոքր կլորացնեմ ձախակողմյան հատվածից, այտերը կդեղնացնեմ, այսպես ճակատային մասը, այստեղից էլ մի փոքր կլորացնենք, շատ լավ է, հատապտուղները կարմիր եմ ներկելու, այսպես, գուցե նաև ձախակողմյա կամ աջակողմյա մասում փայլիկներ թողնենք հատապտուղին, այսպես, քերի ինչքան ժամանակ ունենք, հասցնում ենք, ասում եմ 3 րոպե, ավարտում եմ քերի, ավարտում եմ, ուղղակի երևի թե կապույտ մատիտով էլ կամ մի այլ գույնով կերանգավորենք կողքերը, սպիտակ թղթիկից կառանձնացնենք, այսպես որպեսզի հասկացվի, այսպես նայեք, այսպես, մեր մարշմելոու արևի համով ապաչին պատրաստ է։ Ես խոստացել եմ սիրելի փոքրիկներ, որ այս շաբաթվա նկարչական վարպետանց դասերի ժամանակ ձեզ կսովորեցնեմ նկարել ապաչիներ։ Ոչ միայն ապաչի ընկերության հերոսներին, այլ հերոսներ, կենդանիներ, որոնք իբրև ապաչիներ են ներկայանում։ Դե արդեն դա վաղը երբ որ հանդիպենք, ձեզ կասեմ, թե ինչ ենք անելու։ Ահա, սիրելի փոքրիկներ, պատրաստ է մեր հերոսը, այս նկարները, ձեր առաջադրանքները, եթե ցանկանում եք իհարկե մրցույթին մասնակցել, իմ փոքրիկ բարեկամներ, նկարում եք այս շաբաթվա ապաչիներին, որ քերի մուլտիկնիկը ձեզ պետք է սովորեցնի, ուղարկում եք մեր հասցեով, մեր ամփոփող հասցեով եւ գուցե հենց դուք դառնաք հաղթող
ապաչիների կողմից ստանա քաղցր ձողիկներ, թխվածքաբլիթներ, մարշմելոններ եւ իհարկե քերի մուլտիկնիկի կողմից էլ հրավիրվեք մասնակցելու մեր հաղորդման։ Անպայման ձեր մեծերի հեռախոսահամարները գրեք ձեր ծրարներում, ձեր նամակներում հաղթողներին քերի մուլտիկնիկ կզանգարի եւ գրավիրի իր արվեստանոց։ Հասկացաք, չէ՞։ Վաղն էլ էլի անակնկալներ ունենք, տեսնենք ինչ ապաչի մուլտիպլիկացիոն կերպար ենք նկարելու։ Կարծես թե մի փոքր նմանվեց մեր մարշմելոին, ճիշտ է յուղաներկով ենք, յուղամատիտով ենք արել, դուք գունեղ, ուրեմն մարշմելոնները սիրելի փոքրիկներ, գուցե դուք ոչ թե արևի համով մարշմելո նկարեք ամպիկի համով, ջիազանի համով եւ ուղարկեք քերի մուլտիկնիկին, բայց այս շաբաթ հետևեք բոլոր նկարները նկարեք, 4 նկար եմ նկարելու նվիրված ապաչիներին եւ ուղարկեք քերի մուլտիկնիկին, մասնակցեք մեր մրցույթին, հայտնվեք քերի մուլտիկնիկի արվեստանոցում։ Իսկ ձեր նամակները որպեսզի հասնեն քերի մուլտիկնիկին, պետք է հիշեցնեմ մեր ամփոփող հասցեն։ Քաղաք Երևան, Ալիխանյան եղբայրներ 2, կենտրոն հեռուստաընկերություն, մուլտիկնիկ հաղորդմանը։ Իսկ դուք սիրելի ծնողներ, անպայման բաժանորդագրվեք մեր մուլտիկնիկ YouTube-յան էջին, այնտեղ նոր հաղորդումներ կարող եք դիտել, վարպետանց դասեր, որ երբևիցե չի ցուցադրվել հեռուստատեսությամբ, մեր մրցանակաբաշխություններից հատվածներ, հեքիաթ ներկայացումներ եւ այլն եւ այլն։ Իսկ հիմա ժամանակն է հրաժեշտի, ժամապահ քերին, մարշմելո ապաչի արևի համով հերոսը, քերի մուլտիկնիկը, ձեր սիրված մուլտիպլիկացիոն հերոսները, ապաչի ընկերությունը իր քաղցր ձողիկներով, թխվածքաբլիթներով, արևածաղկի սերմերով, կրեկերներով, չիփսերով, մարշմելոններով հանդերձ ձեզ հրաժեշտ են տալիս, կհանդիպենք հաջորդ հաղորդմանը, իսկ ձեզ աշխարհի ամենաբարի մաղթանքը, Աստված ձեզ պահապան, բարի եղեք մարդիկ, բարի եղեք սիրելի փոքրիկներ, Ալբուլդա։ Oh.